Բարելույս, ես մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակում է առաջին ծրագիրը եւ այս բոլորիս սրտերը նվաճած երգի ստեղծողները այսօր իմ տաղավարում են մեր հյուրերն են եւ ես իրոք ուզում եմ ներկայացնել Արթուր Հարությունյան, Ethno Colors խմբի ղեկավար եւ դաշնակահար, Սուսաննա Նաջարյան, Ethno Colors խմբի մեներկչուհի, Ստյոպա Սարգսյան, Ethno Colors խմբի ժողովրդական հարվածային գործիքներ եւ Զարայ Գասպարյան, Ethno Colors խմբի կիթառահար։ Բարի լույս։ Բարի լույս։ Քաղաքին նոր vibe տված մարդիկ, շատ շնորհակալություն նախ այս երգի համար, որովհետև իսկապես իմ ամենասիրելի երգերից մեկն է դարձել եւ հետաքրքիր էր, որ երգը մինչեւ իհարկե եթերի սկսվելը ճշտեցի արդեն, որ կես տարի է կա, այսինքն դեկտեմբեր ամսից կա եւ միայն նոր ենք այսքան շատ լուսում եւ իմանում երգի մասին։ Հիմա հասկանանք նախ ինչպես ընտրվեց այս երգը, դուք ինչպես գտաք եւ ինչպես որոշեցիք կատարել։ Երգը նախ բարի լույս, երգը գտել ենք մոտ 2 տարի առաջ, քննարկումների միջոցով խմբի անդամների հետ, ղեկավարի հետ։ Մեկ տարի քննարկումներից հետո նվագել ենք 23 թվականին, նոյեմբերին, որից հետո մեկ տարի բացարձակ ոչ միտեղ չենք նվագել երգը, համերգների ընթացքում էլ բացարձակ գաղտնի էինք պահում, կարելի ասել։ Եվ 24 թվականի դեկտեմբերի 5-ին արդեն պրեմիերան տեղի ունեցավ տեսահոլովակի։ Երգը համշենը հայերեն է, Համշենի խոպայի բարբառով։ Ահա, 2.4 միլիոն դիտում ունի YouTube-ում։ Եվ հետաքրքիր է մի փոքր կրկներքի մասը կուզեմ թարգմանենք, որպեսզի հասկանալի լինի ինչի մասին է։ Կրկներքում ասում է Վալահի Շատերանդիս, ես կոմենտներին հետևում եմ եւ կոմենտների մեծ մասում գրված էր ինչու Վալահի, այլ ոչ Աստված բառը, քանի որ համշեն ազգը, համշենահայերը ապրում են մի տարածքում, որտեղ կրոնական խնդիր ունեն, այսինքն իրենց բարբառով ասում են Վալահի, բայց իմաստը այնպիսին է, որ Աստված վկա, շատ գեղեցիկ ես, քեզ մատաղ լինեմ ես, հարսանիքը հետո կանենք, հիմա արի պտտվենք աշխարհով կամ սարուձուր։ Ընտիր, Արթուր գանք սկզբից, խումբը ոնց որոշեցիք հենց այս կազմով հավաքել, ոնց գտաք այս տաղանդավոր մարդկանց եւ իհարկե դուք ցած շատ համեստ նստած եք, բայց այս խմբի vibe-ը առաջինը ձեզնից է գալիս, որովհետեւ մարդ ինչպիսին է նման մարդկանց հավաքում է իր շուրջը վստահաբար։ Իրականում շատ շուտ է մնացել նման պլան, բայց քանի որ աշխատանքային բնույթով աշխատում ես ու cover նվագախում է դառնում, միշտ աշխատանքային մեջ դու չես կարող նման երգերի մասին մշակումներ անես ու եկավ մի պահ, որ սկսվեց կորոնավիրուսը ու բոլոր տեղերը փակվեց։ Բայց մինչև դա արդեն ճանաչում ենք իրար։ Հա, ճանաչում ենք, բայց ծրագիր գրում էինք։ Գրում ենք, բայց միտք չունի, որ աշխատենք Սուսաննայի հետ։ Որտեղ ասում եմ ոսկե։ Բայց քիչ-քիչ փորձեցինք այդ ժամանակ շոր երկերը նայել թե որ երկը կարա լինի, ու այդ ժամանակ որ արգելված էր շոր տեղը աշխատելու նվագելու, փորձեցինք միասին ինչ-որ վիդեոներ անենք, որը տեղադրենք Facebook-ում։ Հետո առաջին բեր ելույթը եղավ 20 թվականի դեկտեմբերի 3-ին։ Դու մտքով կիսվեցի Ստյոպի հետ։ Ստյոպը միասին միացանք, որ երեքով ենք սկսել առաջինը ոնց ասած։ Հետո բոլոր ընկերները բոլորը իրար ճանաչում են, բայց միտքը այս բան ոչ թե կանչում եմ ասում եմ լավ գործի ենք անում, ես ասում եմ լավ միտք ունեմ, ու այդ մտքի շուրջ պետք է հավաքվենք։ Նույն միտքը կիսվել եմ Զարայի հետ, մնացած անդամների հետ, բոլորը հավաքվել են որպես ոչ թե աշխատանք, այ այդ հետարքի միտքը իրագործենք։ Հիմա որքանով կստացվեր թե չէ, ոնց որ բոլորս այդ մտքի շուրջ ենք հավաքվել։ Ստյոպա, հարվածային գործիքների կարևորությունը խմբում որքանով է, որովհետև երևի բենդի ամենաայսպես կարևոր գործիքներից մեկն եք նվագում։ Դե կոնկրետ իմ պարագայում մի քիչ հայկական գործիքներ են հարվածային, այսինքն բացի բառաբանը նվագում եմ ես հայկական կոպալ, դաբ, որը շատ կարևոր է այս մեր երգացանկի մեջ։ Մնացած արդեն Արթուրն է ընտրել գործիքավորումները, թե ոնց անի, որ տեղ գտնեն հայկական գործիքները, բայց իմ կարծիքով չեմ պատկերացնում առանց այդ գործիքների այս երգերը։ Զարե։
Ես եմ։ ATV եթերում ձեզ հարցնեմ։ Ինչպես միացաք թիմին։ Ում եք ամենաառաջինը ճանաչում։ Ես մեր նախորդ բառավանշիկին էի ճանաչում, հենց իրանից է ստացել եմ զանգը։ Տենց զանգել են, եկել են, ոչ մի տենց հետաքրքիր ֆենոմենալ բան չկա այդ ամենը։ Երգի մասին ինչ կասեք։ Երկի մասին ինչ ասեմ, ես այս երկին դեմ եմ եղել ի սկզբանե։ Ահա։ Մինչև հիմա էլ դեմ։ Ես սիրում եմ ասած պատմություններ։ Միակ դեմ մարդն է եղել խաղում երկին։ Բայց ոնց որ Նվագելուց գնում եք։ Երգի ժանեք։ Չէ, բեմից չեմ իջնում, որ բեմից իջնեմ աշխատավարձս կկտրեմ։ Հիմա դեմ չեմ, իհարկե կատակ էր ու շատ ստացված է իմ համար, քանի որ տենց սկսեցին բոլորը լսել, սկսեց ինձ էլ դուր գալ, որ բոլորը լսում են։ Տենց։ Եկել շատ հաճելի է, որ խցանումների մեջ ենք ընկնում մեքենաներով ու կողքի մեքենաները բոլորը այս երկն են լսում։ Ունեք երգացանկում երգեր, որոնք ձեզ համար ավելի սիրելի են, բայց նույնքան տարածված չեն։ Ու կուզեիք, օրինակ, այս X երգը ավելի տարածում ունենար։ Իրականում որ երկերը որ մենք տեսահոլովակներ կամ ձայնագրվել ենք, բոլորը մեկից լավն է, ուղղակի հիմա նոր քննարկում ենք, ասում ենք խի էս երկը չենք նվագում, խի դա չէ, որովհետև ամեն մեկի մեջ կա հետաքրքրություն ու մոտեցումը ուժի ձև ա եղել։ Դա չկա, ուղղակի նաև այս երկի մասին չենք պատկերացնում, որ սա կարա, որի մասին ավելի շատ ենք պատկերացնում, դա տարածվի։ Իսկ ո՞նց եք ընտրում երգերը։ Երկերը Ով է ընտրում, միասին եք։ իրականում բոլորս էլ խմբի անդամները կարան երկ ներկայացնեն, ուղղակի մեծանոց Սուսանա ասում ես երկը կարանի, հա գտնումա, կամ մնացածները լինում որ համաձայն չենք։ Ոնց որ այս երկն է եղել էլի։ Դուք եք էլի ընտրել, Այս բերել։ երկի երկաժամանակ չենք ուզեցել, որովհետև այտենց Պատերազմներ ունեցանք երկի հետ կապված։ հա Սարհը դեմ էր երկին։ Չէր ուզում։ Ոնց համոզեցիք թիմին։ Լացելով։ Անցնում Չէ, ապաստորեն։ Չէ, շատ ուժեղ հայերեն լացեցի չի։ ուղղակի։ Երկի բառերը սովորելն էր բարդ, ու սկզբից որ երբ որ ներկայացրեցինք փորձի ժամանակ, շատ վատ էին երկում ու Զարեն միանգամից ասաց, որ այս ինչ Ինչ ռեպ է։ Վատը երկում չենք։ Ուղղակի պետք է այնպես փորձանել այնպես պետք է մշակվեր, որ մարդկանց համար ավելի հետաքրքիր է, թեկուզ մեր խմբի անդամ առաջին մեր համար է պետք է հետաքրքիր լինի։ Ու փորձեցինք արդեն ամեն մեկ իր փոքր ներդրումն անի մոտեցման նվագի հետ կապված ու ոնց որ փոխվեց իր հաջողության մոտեցումը ոնց որ քիչ-քիչ զանագրելով իրականում էլի չեն կարել որ մտածենք մեր համար են կարել ու ասեմ երկաժամանակ դա եղել Սա Սուսաննայի համար է կարել, որը չլացի։ հա Բայց մի ամբողջ ազգ է լսում։ Կողքից վրացի ազգն է արդեն լսում։ Մի հարցան, բայց շատ անկեղծ պատասխանեք։ Թիմի բոլոր անդամները երգը հասկանում են։ Երգի բառերը։ Մենք միշտ անկեղծ ենք, չէ։ չեք հասկանում չգիտեմ ինչ կենենք կամ մենակ Չէ, կիսովչափ հասկանում են իրականում, որովհետև անդադ երգելուց էլ քննարկում ենք ինչի մասին է, ոնց է, կամ ես բեմին, երբ որ համերգներ ենք ունենում, պատմում եմ երգի ծագումնաբանության մասին, բայց բառացի որպես այդպեսին դե կիրառական չի համշենը հայերենը, այն էլ համշենում 10-ից ավելի բարբառներ կան, մեկը չի կիրառելի չի մեր արևելահայերենում այս Բայց շատ գեղեցիկ լեզու եւ շատ գեղեցիկ են այդ հատվածի հայերը, շատ յուրահատուկ գեղեցկությունն են։ Ինձ հետաքրքիր է համշենը հայերեն կա էլի երգ առաջիկայում, որը պատրաստում եք ձայնագրել։ Անցյալում կա, Անցյալում կա։ անցյալում ունենք էլի։ Ապագայում տարբեր են։ Մենք ավելի շատ կոմիտասիան ենք ուզում ավելի անենք, որովհետև արդեն մերն ենք ուզում արածնենք ավելի։ Բայց ապագայում ունենք տեսահոլովակներ, ոչ կոմիտասիան, բարբառային գեղեցիկ տեսահոլովակներ, Բալուի, Դիարբեկիրի, Տիգրանակերտի բարբառներով հուսով եմ, որ նույն թափը կստանա, քանի որ շատ կարևոր երգեր են հնություն ու խորը իմաստ պարունակող։ Շատ բարդ հարց տամ։ Ձեր կարծիքով ինչպես է երգը սիրվում։ Ինչ սկզբունքով, ոնց է Իմ տարածվում։ կարծիքով երգը որ փորձում ես մշակել կամ նվագել, չէ, իրական բարդ է։ Չէ, բարդ չի, ուղղակի մի քանի օր կռվել ենք այս հարցի։ Առաջինը պիտի ես էլ եմ միշտ մտածել, առաջինը պիտի անձամբ քեզ դուր գա ու անես իրականում լսելու համար
քո միջավայրի համար։ Մեծամասն երգերը մարդիկ անում են, որ պատվիրատուի կամ չգիտեմ ինչ-որ մեկի համար դառնի, որ դա ինչ-որ մի հատ թափ անան, վերջանում է։ Իմ կարծիքով մենք չենք ուզեցել սա ինչ-որ մեկին դուր գա։ Առաջինը մենք նվագել ենք մեր համար դուր գա, երևի թե դրա համար էլ որ մեզ համար դա հարազատ ու մենք դա շատ նվագում ենք ավելի հաճելի, դիմացինը դա նկատում է։ Իսկ դա ուրիշ բան չկա։ Ապրեք որ նվագեցիք այս երգը, ապրեք որ հենց այս մատուցմամբ տվեցիք, որովհետև vibe-ը, չգիտեմ, շատ սիրուն է ստացվել ու իսկապես բոլորը շատ սիրել են, ես շատ սիրում եմ ու իրոք ճանապարհին շատ լավ է լսվում, Զարե կարող եք փորձել, շատ լավ երգ է։ Ուզում եմ ձեզ նվիրել Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող սպիտակ չոր գինին, Սարգոնը, որը վստահ եմ թիմով էսպես կտոնեք, տոնելու առիթներ շատ կունենաք եւ մեծ հաջողություններ ու լավ գործեր եմ մաղթում ձեզ։ Շնորհակալություն ձեզ հրավերքի համար։ Շնորհակալություն, հիմա կլինի կարծատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։